Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան ընդունեց ՀՀԳ գործող նախագահ Ֆինլանդիայի արտաքին գործոստնախարար Էլինա Վալտոնեն, կհայտնեն կառավարութենեն զրուցակիցները անդրադարձած են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերություններու ղեկավարման, սահմանազատման գործընթացի շարունակականության, դարաձայնաշրջանային գործընթացներուն վերաբերող հարցերում։ Միտքեր փոխանակված են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններու զարգացման շուրջ։ Վարչապետ Փաշինյան կարևոր նկատած է ժողովրդավարության ամրապնդման եւ բարեփոխումներու հարաճմողման գործին մեջ Եվրամիության հետևողական աջակցությունը։ Նիկոլ Փաշինյան եւ Էլինա Վալտոնեն անդրադարձ կատարած են նաեւ Հայաստանի եւ Ֆինլանդիայի միջև հարաբերություններու հետագա զարգացման վերաբերող հարցերու։ Մասնավորապես միտքեր փոխանակված են բիզնես կապերու խթանման, ներդրումներու ներգրավման հնարավորություններու շուրջ։ Կողմերը ընդգծած են բարձր մագարտակի փոխայցելություններու գազམ་ակերպման անհրաժեշտությունը։ Վրաստանի վարչապետ Իրակլի Քոբախիձեն չեղարկած է ՀՀԳ գործող նախագահ Ֆինլանդիայի արտաքին գործոստնախարար Էլինա Վալտոնեի հետ նախադեсված հանդիպումը, քանի որ ան մասնակցած է Թիֆլիսի մեջ տեղի ունեցող հանրահավաքին, այս մասին հաղորդեց Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։ Էլինա Վալտոնեն 14 հոկտեմբերին մասնակցած է Վրաստանի խորհրդարանին առջև ընթացող հանրահավաքին։ Ան նաև Ռուստավելի Բողոդայան դեսաուղերձ հրաբարացած է ընկերային ցանցերու մեջ։ ՀՀԳ գործող նախագահ Թիֆլիս ժամանեց 14 հոկտեմբերին եւ հանդիպում ունեցավ Վրաստանի արտաքին գործոստնախարար Մագա Բոջորիշվիլիին հետ։ Մինչ այդ Էլինա Վալտոնեին ընդունած էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Միացյալ Ազգերու գազམ་ակերպության գլխավոր վեհաժողովի 80-րդ նստաշրջանի 3-րդ կոմիտեի շրջանակներում մեջ ՄԱԳ-ի մեջ Հայաստանի մշտական ներկայացուցչությունը վերահաստատած է Հայաստանի հանձնառությունը խոշտանգումներու, ինչպես նաև դաժան անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ բադիժի լիագդար վերացման ուղղությամբ։ Հայաստանի ներկայացուցչությունը խիստ մտահոգություն հայտնած է այն փաստի առիթով, որ շարքն երկիրներու մեջ դեռ շարունակվին խոշտանգումներու վերաբերյալ հավաստի հաղորդակցություններ, հատկապես կլանավայրերու մեջ եւ զինված հագամարտություններու բարունակի մեջ, որոնք հաջող ունին քաղաքական թրթապատճառներ միջազգային իրավունքի ակնհայտ խախտմամբ։ Նաև անդրադարձ եղած է ՄԱԳ խոշտանգումներու թեմ կոմիտեի վերջին եզրակացություններուն, որոնց մեջ մտահոգություն արտահայտված է 23 հայերու շարունակական գալանքին վերաբերյալ։ Ըստ հաղորդակցության այս իրավիճակը կշարունակի վտանգել դժուժացնելու իրավունքները, անվտանգությունն ու արժանապատվությունը, հատկապես հաշվի առնելով միջազգային կառույցներու Գարմիր խաչ միջազգային կոմիտեի ներգրավվածության բացակայությունը։ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Բաբիկյան հանդիպած է Ամերիկայի պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալության տնօրեն Մայքլ Միլլերի հետ։ Ինչպես կտեղեկացնեն Հայաստանի պաշտպանության նախարարութենեն, քննարկված են պաշտպանության ոլորտեն ներս Հայաստան-Ամերիկա գործընկերության շրջանակներում մեջ Հայաստանի պաշտպանական բարեփոխումներու աջակցության նպատակով իրականացվող ծրագիրներուն վերաբերող հարցեր։ Կողմերը պայմանավորվածություններ ձեռք բերած են նոր նախաձեռնություններու վերաբերյալ։ Ռուսաստանի արտաքին գործերու նախարարի տեղակալ Միխայել Գալուզին հայտարարած է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրության համար հարթակ տրամադրելու Ռուսաստանի առաջարկը կշարունակի մնալ ուժի մեջ։ Այդ մասին հայտնած է ՌԻԱ Նովոստին։ Մեր առաջարկը այս մասին, որ կրնանք հարթակ դրամադրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրության համար ուժի մեջ է, նշած է Գալուզին։ Անավել ցուցած է, որ ռուսական կողմը հատուկ նշանակություն կտա Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերություններու կարգավորման։ Մոսկվան ողջունած է Միացյալ Նահանգներու նախագահ Դոնալդ Թրամփի գազային հետո ուկրաինական ղեկավարման վրա կենտրոնանալու ցանկությունը։ Այս մասին հայտարարած է Կրեմլինի պաշտոնական ներկայացուցիչ Դիմիտրի Պեսկով։ Ռուսական կողմը կշարունակի բաց մնալ խաղաղության միտված երկխոսության համար։ Հույսով ենք, որ Միացյալ Նահանգներու աստեցությունն ու նախագահ Թրամփի դիվանագիտական վարպետությունը կթրթեն ուկրաինական կողմին ավելի աշխուժ եւ խաղաղ համաձայնագրին ավելի հակված լալու, նշած է Պեսկով։ Արժանտինի նախագահի հետ հանդիպման ժամանակ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը զսկուշացուցած է, որ եթե Պաղեստինյան Համաս խմբավորումը զենքերը վար չտնե, Ամերիկան պիտի միջամտե։ Եթե անոնք չզինաթափվին, մենք պիտի զինաթափենք, ըսած է Թրամփ լրագրողներուն։ Թրամփ Համաս մեղադրած է մահացած բադանտներու թիվը աղավաղելու մեջ, քանի որ անոնք նախորդին երեկոյան 28 զոհված բադանտներու մարմիններեն վերադարձուցած են միայն 4-ի մարմինը։ Բելգիկայի Թակուհի Մաթիլդան Երևանի մեջ Թումո կետրոն այցելեց։ Թակուհին ուղեկցած են Հայաստանի գրթության, գիտության, մշակույթի եւ մարմնագրթության նախարար Ժանն Անդրեասյանը, Բելգիկայի արտագաղթ եւ լիազոր տեսփան Էրիկ դե Մյունքը եւ պատվիրակության անդամներ։ Թումոյի մեջ Թակուհին ողջունած են գործադիր դնորեն Մարիլու Պապազյանը եւ զարգացման գիտող դնորեն Պեգոր Պապազյանը, որոնք ներկայացուցած են Թումոյի ընդլայնման ծրագիրները Հայաստանի մեջ եւ արտերգրի ներառյալ Բելգիկայի Լիեժ քաղաքի մեջ նախադեсվող նոր Թումո կետրոնը։
Ծակուհին Apple Vision Pro սարքով առցանց այց մգադարած է դեպի Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկի մեջ ներառված պատմական հուշարձաններ, որոնք թվայնացված են Թումոյի հայկական պատմամշակութային ժառանգության ծրագիրի շրջանակներում մեջ։ Ամերիկայի մեջ Հայաստանի տեսփանադուն հյուրընկալած է արհեստական բանականությունը եւ գյուղատնտեսությունը, տվյալներու ինքնիշխանություն, սննդային անվտանգություն եւ կլիմայական կայունություն թեմայով գլոր սեղան քննարկումը։ Տեսփանադունեն գայտնեն, որ Նարեկ Մգրտչյան բացման խոսքին մեջ ընդգծած է նման ձևաչափով քննարկումներու կարեւորությունը որպես արդյունավետ հարթակը փորձի փոխանակման եւ գործնական համագործակցության խթանման։ Տեսփանը նաեւ անդրադարձ կատարած է 8 օգոստոսին Հայաստանի եւ Ամերիկայի միջև ստորագրված հուշագիրներուն եւ ադոնց փոխող նոր յություններուն մասնավորապես արհեստական բանականության եւ արհեստագիտական համագործակցության զարգացման ուղղությամբ քննարկման ներկա եղած է նաեւ Հայաստանի ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյան։ Արշակյան շեշտած է, որ Հայաստանի մեջ արդեն իսկ հաջողությամբ կիրառված են արհեստական բանականության լուծումներ կրթության, գիտության, առողջապահության, ինչպես նաեւ գյուղատնտեսության ոլորտներեն ներս։ Ներկա եղած են նաեւ Harvard եւ Massachusetts համալսարաններու ոլորտային մասնակիցներ, թիվանագիտական ներկայացուցիչներ։ Ցեզի հետ Անի Զեյթունցյանը